Աշխարհն աշխարհով, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը տարբեր սեմինարներով ու այդ սեմինարների միջանկյալ ֆուրշետներով։ Նիկոլ, ես մեռնեմ քո զորությանը, իմ թագավոր, իմ առյուծ։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Չեխիա, Աննա Հակոբյանի հետ չէր գնացել, մեծ աղջկաներ, մայրամիկիներ հետը վերցրել եւ Պրահայում մասնակցել մի միջոցառման, որտեղ ուզում էր հասկացնել, որ Հայաստանը համ Եվրոմիություն է ուզում, բայց Ռուսաստանը չի թողում։ Իսկ այդ ընթացքում Իսրայելը հասցրեց ուրբաթ 13-ին հարձակվել Իրանի վրա եւ իհարկե պատասխան ստացավ։ Ողջույն սիրելի բարեկամներ, այս ֆորմատով վաղուց միասին չենք հանդիպել եւ կարիք կար, որ ես ձեզ ավելի հեշտ լեզվով բացատրեմ, որ այդքան էլ հեշտ բան չի քննարկել Իրանի խնդիրը, միջուկային խնդիրը։ Տարիներ շարունակ մենք լսում ենք, թե Իրանը հարստացնում է ուրանը, միջուկային ծրագիր ունի եւ Իսրայելն էլ այս անգամ նորից հարձակվել է, թե բա ահաբեկչական խմբեր կան, Համասը եւ նույնիսկ հարվածներ է հասցրել միջուկային օբյեկտների վրա։ Դրանից հետո մեկ էլ տեսնում ենք հայկական լրատվամիջոցները գրում են հայ, հարայ, Սյունիք մեկնել են մասնագետներ, որպիսի ռադիացիոն ֆոնը ստուգեն, բարձրացել է թե ոչ, եւ նույնիսկ կարկառուն լրատվամիջոցներում ես կարդում եմ, տեսնում եմ գրված է, որ գիտեք, այն օբյեկտները, որոնք թիրախավորել էին իսրայելցիները, նույնիսկ արտահոս կա ուրանի, բայց արդյոք այդպես է եւ ընդհանրապես այդ ինչ միջուկային ծրագիր է, որ Ամերիկան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան եւ իհարկե Իսրայելը ուզում են խոչընդոտել, որ զարգանա Պարսկաստանում, մեր հարևան Պարսկաստանում։ Դրա մասին մանրամասն ու այնպես կբացատրեմ, որ դուք չհոգնեք եւ բոլորին, նույնիսկ նրանց, ով ֆիզիկայից գաղափար չունի, հասկանալի լինի։ Սակայն մինչ դա ես կուզենայի մի փոքր ներկայացնել, թե իսկապես ինչու էր Նիկոլ Փաշինյանը մեկնել Պրահա եւ դրա կարիքը կար ու ինչ էին այնտեղ խոսում։ Նախ ինչպես սկզբում նկատեցի, այս անգամ պետական ինքնաթիռով վարչապետի կառավարության համար մեկ բորտով նկարներում մենք տեսնում ենք, որ Աննա Հակոբյանը չի մեկնել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց դրա հետ մեկտեղ տեսնում ենք մեծ դուստրն է մեկնել Մայրամիկը եւ իհարկե մենք որպես հարկատու կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, հերոս հարկատուներ իրավունք ունենք հարց տալու ինչու եք շարունակում ընտանիքով պետական բյուջեից օգտվել պետական միջոցներից չէ որ հենց դա էլ կոռուպցիա է հա մինչ դա իհարկե Նիկոլ Փաշինյանը հասցրեց տանը այսինքն Հայաստանի Հանրապետությունում կռիվը գցել եկեղեցու նկատմամբ իհարկե կաթողիկոսին ուզում է հանել նոր ինչ որ ձևաչափ է մոգոնում առաջարկում է հայերիս կամ ինչպես նա է գրել հայ առաքելական եկեղեցու հետևորդներին կազմել խումբ եւ կաթողիկոսին գահընկեց անել նոր կաթողիկոս ընտրել մինչ այդ քննարկումները եղան հետո կաթողիկոսը մեկնել էր արտերկիր եւ հետո եկավ օթանավակայանում վեհապարին դիմավորեցին բազմությունը դրա մասին էլ տարատեսակ մեկնաբանություններ լսեցինք այդ կռվիվ կռվշտոց կամ գզվրտոց եթե կուզեք արդեն մենք 7 տարի է, եթե նույնիսկ մինչ դա որպես լրագրող կամ պատգամավոր եւ քաղաքական ճակերտավոր գործիչ Նիկոլ Փաշինյանին չէինք ճանաչում, հիմա արդեն շատ ավելի մեծ բազմություն է ճանաչում, որ Նիկոլ Փաշինյանը տանը կռիվ է գցում, անընդհատ մեր ուղեղները զբաղեցնում է եւ ինքը ինչ ուզում է այն էլ անում է, այդպես էլ նա զրոներից սկսեց բանակցություններ մեր թշնամիների հետ եւ այ օրինակ Պրահայում գնացել եւ գլուխ է գովացել, թե նախկինում մենք Թուրքիայի հետ անմիջական բանակցություններ չունեինք
Իսկ հիմա մենք ամեն օր խոսում ենք երևի Էրդողանը իսկապես Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ մերձ կապեր ունի։ Իսկ Պրահայում տեղի էր ունենում GlobSec 2025 ֆորումը եւ Փաշինյանը մասնակցում էր օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերության կերտելու համար պլանելային քննարկումին։ Well, thank you very much for joining us. Շնորհակալություն, որ միացել եք մեզ այս նիստին։ Վերնագիրն այսպիսին է՝ Հայաստանը փոփոխվող աշխարհում, եւ հիմա մենք հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձեր գերազանցություն, խնդրեմ համեցեք բեմ։ Այդ պանելային հարթակներում իսկապես Փաշինյանը սիրահար է եւ կարծես գիտեք մենք ոչ արտգործնախարար ունենք, ոչ դիվանագետներ ունենք եւ ոչ էլ այլ պաշտոնյաներ ունենք, միայն Նիկոլ Փաշինյանն է, որ բոլոր այդ պանելային հանդիպումներին պետք է մասնակցի։ Տեսանյութում համ դուք կդիտեք, համ ես կներկայացնեմ, թե ինչ էր խոսում։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ լուծարել Մինսկի խմբի կառույցները։ Ինչ վերաբերում է ժամկետին, ապա գիտեք, ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ապահովել ամենը, ի նկատի ունեմ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Մինսկի խմբի մեխանիզմի լուծարումը նախքան այս տարվա վերջ։ Վերջին տարիներին մենք կարողացել ենք բավական ակտիվ երկխոսություն ձևավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Մի շարք հանդիպումներ ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Այդ հանդիպումները եղել են կառուցողական, տեղում մենք գործնական բազմաթիվ ձեռքբերումներ չունենք, բայց երբ 3 տարի առաջ Հայաստանը ուզում էր իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի Թուրքիան որոշ հարցերի վերաբերյալ, մենք պետք է այդ մասին հարցնեինք երրորդ մի երկրի եւ հարցնեինք Թուրքիային եւ պատասխանը հետ բերեինք, բայց այժմ մենք ունենք ամիջական ամենօրյա կոնտակտ մեր հարևանների հետ եւ ես հույս ունեմ, որ այս գործընթացը համոզված եմ, ի վերջո այս գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման։ Հա, հիշեցնեմ հենց նույն Չեխիայում էր, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Իհարկե դրանից առաջ նա Արցախում ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ, դիտավորյալ դրթելով այդ պատերազմական ռազմական գործողություններին։ Այդ հանդիպմանը Պրահայում հարցեր են տալիս։ Եվ գիտեք, շատ խելացի հարցեր են տալիս, եթե կողքից դիտող լինի, ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը անգլերեն է խոսում, իրեն խելոքի տեղ է դնում, այնուամենայնիվ հարցատվողները հակադարձող հարցեր են տալիս եւ պարզ է դառնում, որ ոչ մի բան իրավական տեսակետից Հայաստանը չունի, այսինքն հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական ոչ մի փաստաթուղթ չկա, որ իրավական հիմք ունենա։ Եթե ունենա էլ պետք է համադրել, արդյոք դրանք մեր սահմանադրության հետ կապ ունեն։ Օրինակ հարց են տալիս, թե դուք ռուսական զորքի ներկայությունը ինչպես եք դիտարկում, դուք ուզում եք Եվրոմիություն մտնել կազմում, բայց եւ միաժամանակ դուք ռազմական ներկայություն ունեք Ռուսաստանի։ Նիկոլ Փաշինյանը ասում է, այո, գիտեք, բայց մենք չենք կարող ռուսական, ուրեմն ռազմական ներկայությունից ընդհանրապես հրաժարվել եւ այդտեղ տողերի տակով նաև ասում է, որ հիմա շատ քիչ է, նվազել է քանակը ռազմական։ Ռուսական զորք ունեք ձեր տարածքում, որը խնդիր է եղել այլ երկրների համար, որոնք փորձում են Եվրամիությանը միանալ։ Եվ ես ցանկանում եմ Իրանի վրա Իսրայելի հարվածի եւ Իրանի հնարավոր արձագանքի հարցին հարցուպատասխանի ժամանակ հասնել։ Ուրախ եմ, որ այդ հարցը առաջ քաշեցիք, դրա մասին էլ կխոսենք, բայց
Երբ ես Երևանում էի անցյալ տարի, քաղաքը ընդդիմադիր քաղաքական կուսակցության կիրակնորյա երթի պատճառով կաթվածահար էր, քաղաքի կենտրոնը սառեցված կարծես լիներ։ Ռուսական զորք ունեք նաև ձեր տարածքի մի մասի վրա, Եվրոպական միությունն էլ էներգետիկ կախվածություն ունի Բաքվից, ինչը խնդիր է։ Կարող եք լսարանին ներկայացնել ինչ ուղղություններով, ինչ հարցերի ուղղությամբ եք աշխատում Եվրամիության անդամակցելու համար։ Արդեն ասացի, որ վերջերս ընդունել ենք օրենք, խորհրդարանն ընդունել է օրենք Եվրամիությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին։ Եվրամիությանը լիարժեք անդամակցության դիմում ներկայացնենք, դա կլինի արժանիքահեն դիմում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ինչպես գիտեք, դա շատ կարևոր խոչընդոտ է ապագայում Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհին։ Ինչպես եք այս խնդրին վերաբերվում, ինչպես եք լուծելու այս երկընտրանքը։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցի համար։ Մենք իհարկե հասկանում ենք, որ մենք չենք կարող լինել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության անդամ միևնույն ժամանակ եւ այստեղ որ մի երկրի ղեկավարը իր ռազմական կեցության կամ իրավիճակի մասին կարող էր համայն աշխարհի առաջ այսպես խոսել։ Այսինքն, եթե դու ուզում ես խաղաղություն քո ռազմական գործերի մասին, իլուր աշխարհը մի տուր։ Դե պարզունակ բաներ եմ ասում, ուղղակի ուզում եմ շեշտել, թե ինչ էր այնտեղ խոսում։ Եվ հետո Եվրոմիություն մտնելու մասին նա ասում է, գիտեք, մեր ազգային ժողովը նոր է ընդունել օրենք, որ մենք այդ գործընթացը սկսենք։ Եվ հակադարձող հարց է տալիս այդ զրուցակիցը, ասում է, իսկ կներեք, Վրաստանի վրա եք դուք ստավկան, այսպես ասած, դնում, թե Թուրքիայի։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ շատ լավ կլիներ, այո, Վրաստանի վրա էլ ենք հաշվի առնում, բայց Վրաստանը սկզբում Եվրոմիության ուղին էր բռնել, հիմա այդքան էլ այդպես չի, մենք Թուրքիայի հետ բանակցում ենք եւ այստեղ ինչպես նախորդիվ ասացի, հենց շեշտում է, որ առաջ պետք էին մեր միջնորդներ, բայց հիմա մեզ պետք չի, մենք անմիջապես կապի մեջ ենք Թուրքիայի հետ եւ նույնիսկ ամեն օր։ Հետաքրքիր է, հարգելի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ եւ կառավարության անդամներ, գուցե դուք իսկապես պատկերացնում եք, որ Հայաստանի փրկիչներն եք եւ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պետական դավաճանական քայլերի չի գնում, այդ դեպքում պատասխանեք ձեզնից ով է ամեն օր Թուրքիայի հետ խոսում եւ ում հետ։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի, այդ դեպքում ինչի մասն եք խոսում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ երկաթգիծը բացեն սահմանը, բայց չէ որ այդ սահմանը մենք չենք փակել։ Եվ շեշտում է, ոչ թե հայերը պետք է այդ սահմանից օգտվեն, այլ երրորդ երկրների քաղաքացիները եւ դիվանագիտական անձնագիր ունեցողները։ Այսինքն այսպիսի տողերը պետք է շեշտադրել, որովհետև մեկ էլ տեսնում է սոցիալական ցանցերում կամ փողոցներում ինչ որ ընդվզումներ, ինչ որ Եվրոմիության ուղին բռնած պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, խոսքը գնում է Արման Բաբաջանյանի մասին, օրինակ կամ Խզմալյանի Տիգրան եւ այլն։ Իրենք գնում են Ռուսաստանի դրոշի վրա, օրինակ, այս վերջերս Ֆրանսիայի հրապարակում, այսինքն այդ օպերա տանող ճանապարհին դնում են ռուսական դրոշներ եւ Թուրքիայի կամ մահմեդական նշանը, բայց չկենտրոնանանք սրա վրա, ուղղակի շեշտեմ, որ դրանք ասում են, մենք ուղին ենք բռնել Եվրոմիության եւ Ռուսաստանի դեմ ենք։ Այստեղ ձեր երկրի ղեկավարը, որին դուք եք առաջ տարել եւ 2018 թվականի այդ կեղծ հեղափոխության մասնակիցն եք եղել, նա ինչ է ասում։ Ասում է ոնց կար, այն ժամանակ էլ էին անում, ուղղակի մենք անմիջական կապի մեջ ենք, ինքը համ Պուտինի հետ է խոսում, համ Էրդողանի հետ է խոսում, համ Եվրոմիության, համ։ Այսինքն երկու աթոռի վրա ես ուզում եմ նստեմ, բայց ել եմ հիշացնում, իրավական ոչ մի
պայմանագիր կամ փաստաթուղթ դեռևս չկա Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ եւ նույնիսկ Արարատ Միրզոյանը բազմիցս ասել է նույնիսկ Թուրքիայի հետ այդ հարաբերությունների եւ բանակցությունների փաստաթուղթ են, բարաթը չկա։ Այդ դրա մասին է գնացել Նիկոլ Փաշինյանը ինչ որ խոսել, այսինքն ջուր ծեծոց, որովհետև եվրոպացիները իրենց հարցադրումներով ցույց են տալիս, որ ամեն ինչ հասկանում են, լավ էլ գիտեն Հայաստանը նշանակություն ունի կամ ումն է պետք այդ Հայաստանը, որ մի հատ էլ նրա օրինակով հարևանների հետ հարաբերությունների ձևավորման մասին խոսեն։ Ինչպես ասացի, այդ Եվրոպայի հետ կապված ինքը Վրաստանի մասով որ ասում է, հարցադրում են անում։ Վրաստանը եւ Թուրքիան անդամ են, թե չէ։ Թուրքիան էր հավակնում Եվրոմիության անդամ լինել։ Նախ սահմանը քարտեզը բացեք, բոլորս տեսնենք։ Մենք ինչ որ սահմաններ ունենք, Թուրքիան, Վրաստանը անմիջական սահմաններ ունի Եվրոմիության եւ ընդհանրապես դա ինչ գործընթաց է։ Վաղը մյուս օրը շատ հնարավոր է դա տարիներ պահանջվի, 10, 20, 30 տարի, որ Եվրոմիության մեջ մտնենք։ Սովետական միության օրինակով ձեզ ասեմ։ Սովետական միությունը գոյատևեց 70 տարի, բայց նաեւ փլուզեցին։ Հիմա կարող է դա լինել Եվրոմիության հետ։ Մենք օրինակներ ունենք, օրինակ Բրիտանիան սկզբում մեջներ, հետո դուրս եկավ եւ նման օրինակներ շատ կան։ Այսինքն փուչիկ թեմաների համար, եթե կուզեք մի հատ փոքր ֆուրշետի, չգիտեմ ինչ, սնվելու կամ իր ընտանիքը տանելու ոյաժների համար Նիկոլ Փաշինյանը գնում է ստեղ, ընդեղ, բայց իր տան մեջ անընդհատ կռիվ է գցում։ Բայց չէ որ նա դեռևս մնում է մեր երկրի վարչապետի կարգավիճակում, այսինքն նա օգտվում է բոլոր պետական միջոցներից։ Ու այդ պետական միջոցները ձևավորվում են ոչ միայն հերոս հարկատուների շնորհիվ, այլ ավելացող արտաքին պարտքի շնորհիվ։ Այ արտաքին պարտքն են իրենք ավելացնում, որ ձևական ցույց տան, թե ինչ որ զարգացում կա, բայց ոչ տնտեսությունում, ոչ գյուղատնտեսությունում մենք զարգացումներ չունենք։ Այսքան կարճ կոնկրետ բացատրեցի, թե ինչու էր գնացել ու արժեր այդ միջոցառումներին գալ։ Հետո հետ գալ ինչ որ հակակոռուպցիոն հանդիպում կազմակերպել, այն էլ տեղը չնշել, թե որտեղ են հանդիպել։ Եվ այդ հակակոռուպցիոն հանդիպումներին, որ տեսնեք, թե ով է քեր են մասնակցում, ուղղակի ծիծաղելի է։ Անցնենք երկրորդ եւ կարևոր թեմային, որ այս շաբաթ մեր բոլոր տեղեկատվության հարթակներում մենք տեսնում ենք Իրանի եւ Իսրայելի միջև հարաբերությունների սրացման, այսինքն պատերազմական ռազմական գործողությունների։ Ես կոնկրետ չեմ ուզում կենտրոնանալ, թե ինչ արեց Իսրայելը, բայց հիմնականում ցավոք սրտի պետք է նաեւ ցիտեմ միջազգային լրատվությունը, որ երբևէ աննախադեպ է, որ հենց միջուկային օբյեկտների ուղղությամբ են ռմբակոծել, այսինքն վնասել են նաև միջուկային ծրագրերի օբյեկտները, իսկ Իրանի միջուկային օբյեկտները բազմազան են, այնտեղ կա նաև ուրանի հարստացման օբյեկտներ կամ նույնիսկ ատոմակայանը, Բուշերի, իդեպ Իրանը ունի միակ ամբողջ մերձավոր արևելքում ատոմակայան, ոչ մեկ չունի։ Իսրայելը շատերը չգիտեք, օրինակ Իսրայելի էներգետիկ համակարգը ինչպես է։ Ասում են, որ չի հայտարարում Իսրայելը, բայց ինքը ունի միջուկային զենք եւ շատ դեպքերում սխալ են մտածում, որ կարող է Իսրայելը ատոմակայաններ ունի։ Ոչ, էներգետիկ համակարգը Իսրայելի։ Ես խոսում եմ խաղաղ միջուկային ծրագրերի մասին։ Կազմված է ուղակի ջերմային էլեկտրականություն ստանալով, այսինքն գազից են իրենք ստանում։ Եղել են ժամանակներ, որ Իսրայելը չի ստացել, վնասված են եղել գազատարները եւ օգտագործել են ավելի թանկ վառելիք, մազութ եւ
հետո միջև կարգավորվել է։ Բայց այսօր չեմ ուզում Իսրայելի էներգետիկ համակարգի մասին խոսել, այլ մի փոքր բացատրեմ ձեզ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, որովհետև տեսնում եմ տարբեր այսպես կոչված էքսպերտներ այդպես էլ երևի տեղյակ չեն։ Ես մտածում եի, գիտեք, հրավիրել ինչ-որ մասնագետի, արևելագետի, իրանագետի կամ իսրայելագետի, որ այս ամեն ինչի մեջ խորացված են, լեզուն գիտեն, արաբերենա, պարսկերենա, բայց հասկացա, որ մեզանում այդպիսի մասնագետ խորացված նաև միջուկային ծրագրի մեջ չկա։ Դրա համար ես ինքս բացատրեմ։ Ուրեմն նայեք, 57 թվականից է սկսել միջուկային ծրագիրը Իրանի եւ այն, ինչպես ասացի, ներգրավում է 2 ուրանի հանքեր, մի քանի հետազոտական օբյեկտներ, նաև հետազոտական ռեակտոր եւ ուրանի վերամշակման օբյեկտներ, որոնք իրենցից նաև 3 գործարան են ներկայացնում, որ ուրանը հարստացնեն։ Իդեպ հարստացնելու process-ում մի քանի տեսակ կա տոկոսային հարաբերությամբ, եթե ասենք այս ինչքան տոկոս է հարստացվում, այսինքն օրինակ ոսկին ոնց են մաքուր ոսկի, այն որ ասում են 999 պրոբայի, նույնը կա ուրանի դեպքում եւ շատ ավելի մաքուր ուրանը օգտագործվում է զենք սարքելու համար։ Եվ անընդհատ Իրանի միջուկային ծրագիրը եղել է ՄԱԳԱՏԵ-ի ուշադրության ներքո։ Այսինքն 57 թվականից Իրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են հենց միջուկային ծրագրի ուսումնասիրությունները, այդ տարին սկսելուց հետո արդեն կազմվել է ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը, որը մենք ՄԱԳԱՏԵ անունով գիտենք, խաղաղ օգտագործման համար, իրենք վերահսկում են բոլոր աշխարհի բոլոր օբյեկտները, եթե իհարկե երկիրը մասնակցում է, իսկ Իսրայելը օրինակ չի մասնակցում, ինքը շատ բաներ չի հայտարարագրում այդ միջազգային կազմակերպության մեջ, եւ սկզբում Իրանի միջուկային ծրագրին հետևում էին Ամերիկան, Գերմանիան, Ֆրանսիան, նաեւ Բրիտանիան։ 60-ական թվականներին, երբ որ ծաղկուններ Իրանը եւ ինչպես իրանցիներն են ասում, շահի ժամանակ շատ լավ էր, հիմա իբրև թե կրոնականները հետ են տանում, փակ բաներ կա, արգելքները շատ են, չկա ժողովրդավարություն։ Ասեմ ձեզ նաեւ, որ ես մի քանի հոգու հետ զրուցել եմ, որոնք Պարսկաստանում ապրել են եւ պարսիկներ ծանոթներ ունեմ, որոնք այլևս Պարսկաստանում չեն ապրում։ Օրինակ ես զրուցեցի մի պարսիկի ընտանիքի հետ, որոնք մոտ մի 4-5 տարի առաջ տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նաև դժգոհ էին Պարսկաստանի քաղաքականությունով։ Իրենք են, որ ասում են տնով տեղով եւ ուզեցի հասկանալ, թե ինչու են դժգոհ, նույնիսկ արտահայտում են ուրախություն, թե այ ինչ լավ է, որ Իսրայելը խփել է Պարսկաստանին։ Զարմացա, ոնց կարող է, օրինակ դուք հայ, որ ինչ որ մեկը խփի Հայաստանը եւ դրսից դուք ուրախանաք, որ Իսրայելը խփել է Հայաստանին կամ այս դեպքում Թուրքիան կամ Ադրբեջանը, ասած գիտեք, շահի ժամանակ լավ էր, զարգանում էինք, իսկ հիմա ոչ մի բան նորմալ ոչ կարողանում ենք հագնվել եւ ազատություն չկա եւ հարստանում են մոլաները։ Չկարողացա դիմանամ, ասեցի, որ յուրաքանչյուր հեղափոխություն պատմության մեջ հայտնի բան չկա, որ բերի զարգացման միշտ լինում են հեղափոխությունների կամ այդ իշխանությունների անկումից հետո դեգրադացվում է երկիրը, պատերազմներ են սկսվում, տնտեսական եւ սոցիալական անկում է լինում։ Իհարկե համաձայնվեցին, բայց միևնույն է, ես հասկանում եմ, որ մարդիկ չեն կարողանում հստակ գնահատել իրավիճակը, որ բացի այն, որ չի կարելի քո երկրի վրա հարձակման համար ուրախանալ, մի բան էլ սխալ ընկալումներ ունեն, որ ասես, որ բա այդ թալանչիները ամենուրեք չկան եւ հետո ինչ է նշանակում, որ
աղքատանում են բոլորը, դա ամբողջ աշխարհում կարող ենք ասել, որ երկրի մեծերը կամ թելադրողները, երկրագնդի տերերը հիմա ինչ են անում սովորական մարդկանց գլխին, հրահրելով պատերազմներ, այդ պատերազմները նույնիսկ այն ժամանակվա հայրենիքի, հողի կամ որևիցե կրոնի համար չեն արվում, այլ ուղղակի մի քանի հոգու երկրի տերերի, նախագահների, եթե կուզեք, կամ վարչապետների ամբիցիաների պատճառով։ Ուրեմն միջուկային ծրագիրը, երբ որ սկզբից եղավ, ինչպես ասացի, 57 թվականին, եւ 57 թվականին Իրանը ստորագրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանագիր, որ պետք է ատոմային էներգիան միայն օգտագործվի խաղաղ նպատակների համար, հենց 57 թվականին էլ ստեղծվեց միջազգային գործակալությունը ատոմային էներգիայի մագատեն եւ Իրանը հենց անմիջապես մտավ այդ կազմը եւ 63 թվականին միացել է համաձայնագրին միջազգային, ըստ որի արգելվում են տարբեր փորձարկումներ միջուկային զենքի մթնոլորտում եւ ընդհանրապես տիեզերքի տարածքում եւ ջրի տակ։ Իդեպ այն ժամանակ Սովետական միությունն էր միացել դրան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան եւ իդեպ Մոսկվայում է տեղի ունեցել այդ պայմանագրի ստորագրումը։ Ինքը միացել է, բայց չի վավերացրել։ Միջուկային ուսումնասիրությունները 67 թվականին Թեհրանի համալսարանում են ընթացել, եղել է միջուկային գիտահետազոտական կենտրոն, այն ժամանակ ռեակտոր են փորձարկել 5 մեգավատ հզորությամբ, իսկ որպես վառելիք 5.5 կիլոգրամ շատ բարձր որակի հարստացված ուրան են օգտագործել։ Միաժամանակ փորձարկումները նաև պլուտոնիի ստանալու հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգներն են արել, իսկ 74 թվականին Իրանի շահը իրենց ատոմային էներգիայի զարգացման հետ կապված հայտարարություն է արել եւ ասել է, որ 20 տարվա ծրագիր ունեն եւ 23 ատոմային ռեակտորի մասին է խոսել, որոնք ընդհանուր կունենան 23 գիգավատ հզորություն եւ կունենան փակ ցիկլ, միջուկային վառելիքի փակ ցիկլ։ Դա արդեն ֆիզիկոսները կիմանան ոնց է ինչ է։ Այդ միջուկային ծրագրերում տարբեր եվրոպական երկրներ, այդ թվում Բելգիան մասնակից են եղել եւ պայմանավորվածություն է եղել ընթացքում, որպիսի Իրանը թեկուզ ունենալով իր ուրանի հանքերը չհարստացնի եւ չօգտագործի որպես վառելիք, այլ գնի ինչ-որ մեկից եւ օգտագործված այդ միջուկային վառելիքը արդեն ինչ-որ այլ երկիր տանեն։ Եղել են օրինակ պայմանավորվածություններ 1980 թվականին, որ օգտագործված վառելիքը պետք է Ֆրանսիան տանի։ Հետո իհարկե շահը 79 թվականին, երբ որ արդեն գահընկեց են անում եւ իսլամական հեղափոխություն է լինում, այս ամենը կանգնում է Իրաքի պատերազմի հետ կապված, հետո իրենց ուրեմն այաթոլլահ Հոմեյնիի մահի հետ կապված շատ ձգվում է։ Այդ ընթացքում տարբեր երկրներ հրաժարվում են համագործակցել Իրանի հետ, օրինակ Իսպանիան, Արգենտինան, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանն ու Պակիստանը։ Այնուամենայնիվ Իրանը ուզում է գնի այդպիսի ցենտրիֆուգաներ են կոչվում, որպիսի հարստացնի ուրանը, նետանզե կոչվող ուրեմն քաղաքում, որը Իսֆահանից ոչ շատ հեռու է։ Իդեպ այդ ռմբակոծումների հետ կապված հենց Նետանզեի մասին է խոսվում, եթե դուք ուշադրություն դարձնեք, որ Իրանը հրետակոծել է տարիներ հետո 1992 թվականին, երբ որ Սովետական միությունը փլուզվում է, արդեն Ռուսաստանը Իրանի հետ պայմանավորվում է
միջուկային ծրագրի հետ կապված համագործակցել եւ Բուշերում կառուցել ատոմակայան։ Բավականին երկար է տևում այդ ատոմակայանի կառուցումը, բայց այնուամենայնիվ կառուցվում է 1000 մեգավատ։ Եթե դուք պատկերացում ունեք, ուրեմն մեր Մեծամորի ատոմակայանը Հայաստանի 407.5 մեգավատ հզորություն ունի, այսինքն 2.5 անգամ ավելի մեծ ծավալով հզորությամբ էներգիայի, այսինքն էլեկտրոէներգիայի արտադրմամբ ատոմակայան է կառուցվել եւ այդ Բուշերի ատոմակայանը Պարսկաստանում Սիրելի բարեկամներ, միակն է հիշեք ամբողջ մերձավոր արևելքում, այսինքն պատկերացրեք քարտեզը եւ Իրանի կողքը Իրաքը, հետո դեպի Իսրայել գնացեք եւ տեսեք այդ ոչ մի երկիր չունի ատոմային կայան, այսինքն պատկերացրեք ատոմային էներգետիկան շատ մեծ անվտանգություն է ապահովում, էներգետիկ անվտանգություն եւ դրա համար հենց Իրանը վաղուց նախաձեռնել էր, որպեսզի ինք ունենա ուժեղ գիտություն, ուժեղ ֆիզիկոսներ եւ ցավոք սրտի Իսրայելը ռմբակոծելով թիրախային վերացրել է ոչ միայն ռազմական վերնախավին, իհարկե այստեղ հասկանալի է, որ հետախուզությունը ինչպես է աշխատել Իսրայելի պետության եւ նաեւ ֆիզիկոսներ են սպանել եւ սա առաջին դեպքը չէ, այսօր մենք երկուսի մասին ենք իմանում, տարիներ առաջ էլի են թիրախավորել եւ սպանել ֆիզիկոսների, գիտեք դա վայրենիություն եմ համարում, որովհետեւ նախ միջև հիմա ոչ մեկ այդպես էլ հստակ չի հաստատել եւ մագատեն, որը վերահսկում է, ինչպես ասեցի, միջազգային առումով բոլոր խաղաղ միջուկային ծրագրերը, երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ ունի Իրանը միջուկային զենք։ Եվ այսօր լուրերով մենք կարդում ենք, որ Իրանը նորից հստակեցնում է, որ պատրաստ է նորից միջուկային ծրագրի մասին բանակցել աշխարհի հետ։ Իհարկե, ոչ մի միջուկային զենք Իրանը ասում է մենք չունենք, եկեք ստուգեք։ Ինքը բազմիցս է նշել եկեք ստուգեք եւ եղել է պատմության մեջ հիմա տարիներ առաջ թույլ է տվել Իրանը, որպեսզի իր տարածքում եւ ԱՄՆ-ն եւ Գերմանիան եւ Ֆրանսիան եւ ընդհանրապես մակատեն ունենան շատ անմիջական վերահսկողության միջոցներ նաև տեխնիկապես, որովհետև այնտեղ տեսագրության սարքեր, այսինքն վիդեոկամերաներն են տեղադրված եղել բոլոր կետերում, անմիջապես մասնագետները կարողացել են ներկա լինեն գործընթացներին, տարբեր հետազոտություններին եւ հենց օբյեկտներում են եղել։ Այսինքն իրենք մի քանի անգամ իհարկե հրաժարվել են հետ են ուղարկել արտասահմանյան մասնագետներին այդ վերահսկողության հետ կապված, որովհետև կոնֆլիկտներ են անդադ եղել, բայց Իսրայելը արդեն իր ավիա ռմբակոծմամբ, ոնց որ ասում են, հասցրել է Իրանի կոկորդին եւ պատասխան նաեւ բալիստիկ հրթիռներ է ուղարկել, որը շատ վտանգավոր է այսօրվա դրությամբ մենք գիտենք, որ Տել Ավիվը եւ մի շարք քաղաքներ ռմբակոծվել են եւ կան զոհեր նաև խաղաղ բնակիչների մեջ։ Ումն էր այս ամեն ինչը պետք, երբ որ դուք հարցնում եք սովորական մարդկանց, իհարկե շատերը չեն հասկանում արդեն ինչու է Իսրայելը այդպես վարվում եւ արդյոք ԱՄՆ-ի ձեռագիրը չկա, որովհետեւ անցած ուրեմն առաջին իր սրոկում Տրամպը Ամերիկայի Միացյալ Նահանգների 2018 թվականին իդեպ շատերը խառնում են, ասում են Բայդենի ժամանակ ա եղել այդ հակամարտության սրացումը Իսրայելի եւ Պարսկաստանի եւ նույնիսկ Հայաստանի հետ կապված Արցախյան պատերազմը, բայց չէ, սիրելի բարեկամներ, ցավոք սրտի հենց եղել է Դոնալդ Տրամպի հետ կապված եւ իզուր չէ, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդվզումներ են գնում։ Իհարկե, դա միգրացիայի հետ կապված է, բայց ընդհանուր քաղաքականության հետ կապված է նաեւ։ Տրամպը գալիս է իբրև թե Ամերիկան ուժեղացնելու, ասում է
հենց երթմնակալության ժամանակ, որ ինքը Բենյամին Նետանյահուին է, Իսրայելի վարչապետին բոլոր առումներով է սատարում, եւ հետո հենց երբ որ ուրբաթ 13-ին այդ ռմբակոծումները հարձակումը եղավ եւ թիրախային եւ գլխատեցին կարելի է ասել գեներալական հատվածին Իրանի, Տրամպը ելնում ասում է ես ոչ մի Ամերիկան ոչ մի կապ չունի, ասում է Ռաֆիկ ни в чем не виноват։ Գիտեք, երևի Տրամպը մենակ մի լավ բան է արել, որ պատմության մեջ կարելի է հիշել, տանը մենակ Հադին Դոմայում խաղալով եւ նման դերասանական մի քանի խաղերով։ Իսկ քաղաքականության մեջ այս մարդը փաստորեն ինչքան էլ որ մարդիկ երևի շատ լավ չեն հասկացել քաղաքականությունից, հրահրել է նոր պատերազմներ։ Ոնց որ Օբամայի ժամանակ էր, որ Նոբելյան մրցանակ տվեցին խաղաղության ինչ որ բանի համար, բայց հենց Օբամայի ժամանակ ամենաշատ պատերազմները եղան։ Սիրելի բարեկամներ, նաև ես ցանկանում եմ մի փոքր բացատրել, թե ինչ կապ ունի այս միջուկային ծրագրի հետ կապված եւ մեր Արցախի եւ ընդհանրապես Հայաստանը այս տարածաշրջանային սրացման, ռազմական սրացման հետ։ Օրինակ, գանք հասնենք 2012 թվականին, երբ շատ մեծ լարում եղավ Իրանի հետ Ամերիկան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Ճապոնիան եւ նույնիսկ Կանադան եւ նոր արգելանքներ կամ եթե կուզեք սանկցիաների դիմեցին Իրանի նկատմամբ։ Օրինակ Իրանը իր ամբողջ տնտեսական եւ ընդհանուր առմամբ իր տարածքով, իր ռեսուրսներով աշխարհում միակ երկիրն է, որ կարող է լիովին եթե բոլոր սահմանները փակեք, ինքն իրեն ապահովի եւ վառելիքով, եւ էներգիայով, եւ ուտելիքով, ամեն ինչով աշխարհում ուրիշ նման երկիր չկա եւ հասկանալի է որ ամբողջ աշխարհը եթե պատմության մեջ դուք տեսնեք այդպիսի հնագույն պետություն չկա որ նախնադարյան ժամանակներից միջև հիմի որպես պետություն եւ հզոր պետություն մնացած լինի նայեք տեսեք Ասորեստանը կամ հին պետությունները հին ուրեմն կայսրությունները փլուզվել են եւ հիմա էլ շատ արագ ձևավորվում է ինչպես ասում են հա մոդայիկ բառով աշխարհակարգը ձևափոխվում է բայց Պարսկաստանը մնում է եւ ամեն անգամ ինչ որ մի լարում երբ որ լինում է Պարսկաստանը նաեւ ասում է որ ծովում այդպիսի կա Օրմուզյան նեղոց այդ տարածքը կփակի եւ դրանով են նաեւ միջազգային առումով ինչ որ ազդեցություն կունենա նրանք արգելքներ են մտցնում Իրանն էլ արգելափակում է դեպի Ավստրալիա կամ Ճապոնիա ճանապարհ եւ եթե ինչ որ մի պատերազմի սրացում լինի այդ նույն Ավստրալիան եւ նույն Ճապոնիան միշտ արտահայտել են իրենց կարծիքը որ կմիանան Ամերիկային թեկուս եթե հիշենք Աստված մի արած թե իհարկե ինչ որ մի միջուկային զենք կիրառվի համաշխարհային աղետ լինի հիշում եք որ Ամերիկան էր գցել անդադ սովետական միության մասին էին խոսում որ միջուկային զենքը կկիրառի բայց Ճապոնիայի նկատմամբ Նագասակի Հիրոսիմայի վրա գցեց հենց Ամերիկան եւ Ամերիկան շարունակում է իր այդ քաղաքականությունը խառնակցության Նիկոլն էլ հիմա իրանք են իսկ հիմա նաեւ Իսրայելի առումով որ խորքային իմանանք թե ասում են օրինակ կներեք մի քիչ թեման կարող է շեղվի աղանդավորականների մեջ հատկապես այս վերջերս չգիտես ինչի կյանքի խոսքի ադեպտների հետ որ զրուցում եմ իրենք խոսում են Հայաստանի մասին որպես երկրորդական ինչ որ մի երկիր մենք երկրորդական սորտի ենք առաջինը Իսրայելն է այդ սիոնիստական գաղափարները ընդհանուր առմամբ հիմնված են դրա վրա, որ եթե նույնիսկ մենք 5 կտակարանն ենք կարդում կամ ուրիշ ձևի աղանդավորական ձևով ձևակերպումներ ենք անում,
ստացվում է, որ միշտ Իսրայելը եղել է որպես հող երկիր, բայց դա այդպես չի։ Նույնիսկ եթե դուք հնագույն պատմությունը ուսումնասիրեք, եգիպտական գրավոր, այսպես ասած, փաստերում նշված է Իսրայել որպես ժողովուրդ, այլ ոչ թե պետություն, եւ Իսրայելը հիմա նույնիսկ ինքը որպես պետություն իր սահմանները չի ընդգծում։ Իրենք իհարկե կազմավորվել են բրիտանական եղած տարածքի վրա, որը հիմնվել էր դեռևս 1922 թվականին, հետո իհարկե այսպես կոչված անկախության հիման վրա եւ հիմա ասել անընդհատ, որ Իսրայելը այսինչ հզոր հնագույն պետություն է, հզոր է, գուցե նոր է, այո, բայց հին չէ եւ Իսրայելը որպես ժողովուրդ համարելը նաև պետքա ձևակերպումները հստակեցնենք, որովհետև նույնիսկ իրենք են ասում սեմիտական ազգ են, այսինքն ոչ թե հրեա ազգ կա, այլ սեմիտներ կան եւ նույնիսկ իրենք ասում են հակասեմիտիզմ կամ անտիսեմիտիզմ, հա, այդ ձևի տարանջատումները պետքա հստակեցնենք եւ առանց Ամերիկայի կամ առանց Բրիտանիայի եւ մեծ պետությունների Իսրայելը իհարկե չէր գործի եւ հենց դրա համար ցանկացա որ եւս անգամ շեշտեմ, որ Տրամպին այդքան համարում եք, որ հզոր ինչ որ ղեկավարը եւ պատերազմը եղել են ոչ թե Տրամպի ժամանակ, այլ Բուշի չէ, եւ հետո գիտեք համատարած համաշխարհային ստախոսներն են ղեկավարում։ Մի բան ասում ես, խոսքի տերը չեն, սուտ են խոսում։ Եվ ինչ կապ ունի Հայաստանը, երբ որ 2012 թվականին ապրիլի 2-ին Հայաստանը կասկած հայտնեց Իսրայելի նկատմամբ ուշադրություն, որ Իսրայելը իր զորքերը տեղակայել է Ադրբեջանի տարածքում Իրանի հետ սահմանին։ Հասկացաք, չէ, որտեղ կարող է Մեղրիի այդ հատվածի տարածքում, Նախիջևանի տարածքում, մի փոքր հատված է, բայց Նախիջևանում տեղակայված զորքերի հետ կապված Իսրայելի, նաև մենք պետք է հիշատակենք Թուրքիան, իսկ այսօր մեր երկրի ղեկավարը ասում է Թուրքիայի հետ շատ լավ ենք, Թուրքիայի հետ ամեն օր բանակցում ենք։ Ապրիլի 3-ին Ադրբեջանը իր հերթին հայտարարում է, որ ոչ մի օտար ռազմական բազաներ չկան իրենց տարածքում, բայց Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնում են, որ Իսրայելը սկսել է շատ հետաքրքիր ակտիվություն դրսևորել Ադրբեջանի նկատմամբ եւ համապատասխան լուրերի բաժնում, եթե հետ հայացքով նայեք, կտեսնեք, որ իսկապես այդպես է, իսկ շատ հետաքրքիր է, որ Ֆինլանդիայի կարծիքով Ադրբեջանը կազմակերպում էր Հայաստանի վրա մեծ հարձակում եւ եթե Իսրայելը իհարկե հրետակոծի Իրանին, այսինքն նայեք 12 թիվը հիմա 2025 թվականը, 2020 թվականին հրահրված մեր Արցախի պատերազմը եւ Արցախի կորուստը, Արցախը իրենց պետք չէր, դա պետք է որպես ինչ որ տարած պոլիգոն կարելի ասել։ Ոչ մեկ իհարկե այն ժամանակ Հայաստանին այդքան երևի չլսեց կամ եթե լսեցին, ուրեմն հայկական ղեկավարությունը սխալ քայլեր արեց, ինչը որ բերեց մեր այս իրավիճակին եւ տարբեր փորձագետներ ասում էին, որ սա համաշխարհային պատերազմի սցենար է դեռևս 12 թվականին։ Իհարկե ես սկսեցի 57 թվականից միջուկային ծրագրի հետ կապված, որ դուք հասկանաք, թե որը որի մեկից հետո է, որ հենց այնպես ոչինչ չի լինում, ոչ մեկ միամիտ չի գալի ու անընդհատ այդ ամենը պնդել, այդ պարզունակությունները կամ օրինակ մեր փորձագետների, այն որ ասում է խելքի պուտուկ են, այնպես են խոսում, որ սովորական մարդիկ ոչինչ չեն կարողանում հասկանան։ Իհարկե Իրանը այդ ընթացքում իր սահմանները շատ է ուժեղացնում եւ արտաքին հետախուզության Իսրայելի հետ կապված մենք տեսնում ենք, թե իրենք ինչպես են աշխատել, իրենք տարիներ շարունակ աշխատել են, արտադրել զենք, զինամթեր եւ այդ զենքով մեզ հենց 2020 թվականին հենց իսրայելական նաեւ կործանիչներով եւ այլնով հիշեք նաեւ իրենց Թուրքիայի
անօթաչու կամ բայրակթարների հետ կապված, ոչ միայն շահիդների մասին է խոսքը, ռմբակոծում էին մեզ եւ հետո արծրուն լավատեսիչը, հա, հայտարարում էր, որ հաղթում ենք, մեզ մոլորեցնելով ամեն ինչում։ Այսպիսի մեծ կապ է ունեցել Հայաստանը միջուկային ծրագրի հետ կապված, որ միջուկային ծրագրի հետ կապված Իսրայելը շատ երկար ժամանակ պատրաստվում էր հարձակվել Պարսկաստանի վրա։ Մի խոսքով մենք հստակ արդեն հասկացանք, որ ինչ ուրեմն ինֆրաստրուկտուրաներ ունի Պարսկաստանը, դրանք մոտավորապես 27-ն են այդ օբյեկտները եւ 7-ն է, որ դեռևս դեկլարացիա չկա, բայց ինչպես երեք հայտարարել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իրենք պատրաստ են գնալ նորից բանակցությունների, որ հետաքրքիր է, որ այդ բանակցությունները պետք է վաղուց կայանային, բայց քանի որ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, դրանք հետաձգվեցին։ Հիմա տեսնենք, թե ինչ պետք է լինեն։ Այս ընթացքում մինչև ռմբակոծվում են, ես ասեմ, որ միջուկային կայսրություն կամ միջուկային պետություն ինչքան էլ մենք լինենք վիրավորված Ռուսաստանի դավաճանական կամ չգիտեմ ինչ քայլերին ոնց կուզեք անվանեք, մենք չենք կարող հաշվի չնստել, որ այդ երկիրը ունի միջուկային զենք եւ միջուկային զենքի կարողություններին նա է տիրապետում եւ մենք կարող ենք հարցադրումներ տալ նաեւ Ռուսաստանին, թե ինչու էր գնում նաեւ Թուրքիայում ցանկանում ատոմային կայան սարքել։ Ես այսպես եմ հասկանում, սովետական միության շրջանում Հայաստանում հատուկ դրվեց հենց Թուրքիայի սահմանին մեծամորի ատոմակայանը, որը այսօր դեռևս մնում է մեր գլխավոր անվտանգության գործոնը, որ էլի շատ երկար չասեմ, հասկացեք, եթե մենք լուրեր ենք տարածում, Սյունիք գնացին չափելու ճառագայթման դոզան եւ այլն, մենք պետք է հստակ իմանանք։ Մենք ունենք օրինակ Չեռնոբիլը։ Չեռնոբիլի տարածքում ատոմակայանի այդ աղետից հետո մոտ 30 կիլոմետր շարավիղով ատոմակայանի տարածք որոշ տարիներ, մոտ 100 տարի չպետք է մարդկային գործունեություն լինի, քանի որ պետք է այդ ուրանի քայքայումը, այսպես ասենք, հա, տարբեր նյութեր հստակ ժամանակահատված։ Իսկ մեծամորի ատոմակայանը, տեսեք, Երևանից 26 կիլոմետր է հեռավորության վրա։ Չեռնոբիլը ասեցի 30 կիլոմետր, այսինքն եթե Աստված մի արասցե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա կամ Ադրբեջանը կամ որևիցե մեկը ռմբակոծի մեր ատոմակայանը, ինչպես այստեղ հայտարարել էին, որ ռմբակոծում են նաև միջուկային օբյեկտները Իսրայելի եւ վնասել են ինչ որ մի բան, թեկուզ դա գետնի տակ է այդ փորձարկումները անում եւ ՄԱԳԱՏԷ-ն հերքել է, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչները դա հերքել են։ Տեսնում եք, թե ինչ իրավիճակ է, որ պետք է նման դեպքերում Երևանը երևի տարհանվի։ Դրա համար մենք ոնց որ ժամանակին մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն էր ասում, որ դա մեր պաշտպանիչ միջոցն է, նա ուրիշ ձև էր ասում, բայց սա հիմա չեմ ասի, որ YouTube-ը չփակի։ Եվ Պուտինի արտահայտությունը այս իրավիճակից սկզբում իհարկե Պարսկաստան է զանգել եւ ասել է, որ Մասուդ Պեզեշկյանին, մի քիչ Բեժեշկյան, հա, արտահայտությունն է նման Իրանի նախագահին, որ դատապարտում է Իսրայելի արարքը, հետո իհարկե Իսրայելի ղեկավարին վարչապետ Նեթանյահուին է Բինյամին զանգահարել եւ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ եւ այս իրավիճակը միայն պետք է լինի դիվանագիտական ձևով որոշված։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ, որ ցանկացա միջուկային ծրագրից խոսենք Իրանի, որ տարատեսակ ինֆորմացիաներ կարդում եք կամ լսում եք, տարբերակեք ինչն է ճիշտ, ինչն է սուտ, ինչն է ուռճացված եւ ընդհանրապես դրա հետ իհարկե խաղ չեն անում, որովհետեւ մի փոքր անգամ նշույլը կամ ինչպես ասում են ուրանի տարածված այդ փոշին արդեն մարդու վրա անդրադառնում է առնվազն ուռուցքների հետ կապված այնտեղ որտեղ ռադիացիոն ֆոնը շատ բարձր է
լինում են մարդկանց մոտ ամենաշատ ուռուցքներն են գրանցվում։ Այսքանը այսօր այս իրադարձությունների վերաբերյալ, ինչպես ասում են, Աստված պահապան, խելք, իմաստություն մեզ, չտարվենք սենսացիոն լուրերով եւ սպասենք, որ աշխարհի տերերը, ինչպես ասում են, մեր երկրագունդը չպայթեցնեն, որովհետեւ իսկապես այդ վախը կա, չես հասկանա, որ հոգեխանգարվածի ձեռքն է ընկնում այդ միջուկային զենքի կոճակը։ Ստեսություն, կհանդիպենք։